Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ Վահրամ Հովհաննիսյանն է, բարև ձեզ պարոն Հովհաննիսյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես Իրանի նախագահը շաբաթվա սկզբին Ադրբեջանում էր, երկու երկրների ղեկավարները ընդգծել են, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ եւ միջնորդությամբ, այսինքն 3+3 ձևաչափով։ Արդյոք սա նորից մեսիջ էր արևմուտքին։ Իրականում Իրանի կողմից նման հայտարարություն բազմիցս է հնչել, այսինքն տարածաշրջանային խնդիրները լուծել տարածաշրջանում տարածաշրջանային երկրների մասնակցությամբ, դա իրանական կողմը հայտարարել է թե Սիրիայի պարագայում եւ թե Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների դեպքում, սա ըստ էության նորություն չէ։ Նորություն է իրանական կողմի մեծ պատվիրակության այցը Բաքու, այն լարված միջավայրում, որը այսօր կա Իրանի շուրջը արևմուտքի կողմից ճնշումներով պայմանավորված, եւ հետաքրքիր է թե ինչու հենց իրանական կողմը ընտրեց Ադրբեջան, ըստ էության կարող ենք ենթադրել, որ իրանական կողմը հավանական է համարում վտանգը Ադրբեջանից եւ փորձում է չեզոքացնել։ Հավանաբար սա է խնդիրը, որ իրանական մեծ պատվիրակությունը մեկնել է Բաքու, անելով նաեւ նույնատիպ հայտարարություններ, որը ենթադրում է վտանգի մասին է խոսքը պարոն Հովհաննիսյան։ Մենք տեսնում ենք, որ Իրանի շուրջ օղակը սեղմում է իսրայելական եւ ամերիկյան ճնշումը Իրանի հանդեպ մեծանում է եւ բազմիցս ականատես ենք եղել այն փաստին, որ Ադրբեջանը կարող է իսրայելական կողմի համար հարթակ օգտագործվել ընդդեմ Իրանի, Իրանում գործողությունների համար, դրա մասին տարբեր տվյալներ բազմիցս տարածվել են եւ գաղտնիք չէ, որ Իսրայելը Ադրբեջանում ունի այդ թվում ռազմական ներկայություն եւ անտեղից կարող է ոչ միայն հետախուզական գործողություններ իրականացնել Իրանի հանդեպ, այլև անմիջական ռազմական գործողությունների դեպքում, եթե դա տեղի ունենա Իրանի դեմ, Ադրբեջանի տարածքը կարող է օգտագործվել նաև այդ նպատակով։ Սա է իրանական կողմին դրդում ավելի ուշադիր լինել Ադրբեջանի հետ հարաբերություններում, ենթադրություն կարող ենք նաև անել, որ Ադրբեջանին կարող է առաջարկվել որոշակի հետաքրքիր ինչ-որ շահավետ գործարք Իրանի կողմից։ Ինչ տիպի գործարք, որովհետև շատ են տեսակետները տարբեր քաղաքագետների կողմից, որ կարող է այնպես ստացվել, որ Իրանը, այսպես ասած, հրաժարվի իր արդեն իսկ մի քանի անգամ հայտարարված կարմիր գծերից։ Խոսքը այստեղ ավելի շատ Իրանի տարածքում բնակվող թյուրքալեզու ժողովուրդների մասին է։ Այս պահին մենք գիտենք, որ Թուրքիան որոշակի ազդեցություն ունի այդ տարածքի թյուրքալեզու ժողովուրդների նկատմամբ։ Ես կարծում եմ իրանական կողմը այս պահին գոնե շահագրգռված է, որ այդ վերահսկողությունը տեղափոխվի Ադրբեջանին եւ սրա մասին է հուշում Իրանի նախագահային հայտարարությունը, որ Արաքսի երկու կողմում էլ նույն ժողովուրդներն են, մոտավորապես այդպես հնչեց նրա հայտարարությունը, հասկացրեց, որ նրանք նույն ժողովուրդներն են կարելի ասել եւ ինքը նաեւ ադրբեջանցիների նախագահն է, սա ենթադրում է նույնականացում երկու ժողովուրդներին, հասկացնելով Ալիևին, որ դու կարող ես այստեղ որոշակի ազդեցություն ունենալ։ Իմ կարծիքով սա առաջարկ է ուղղված Ալիևին վերցնել վերահսկողության տակ, եթե հիպոթետիկ ենթադրենք մեծ ռազմական գործողություններ Իրանի դեմ Իրանի տարածքում, պետք է իրանական կողմի պետք է լինելով վերահսկել այդ թյուրքալեզու ժողովուրդներին։ Այս դեպքում իրանական կողմը ակնկալում է, որ Ալիևը կարողանա ստանձնել այդ վերահսկողի դերակատարումը այդ տարածաշրջանում, Իրանի հյուսիսային տարածաշրջանում որոշակի կարգ ու կանոն, այսպես ասած, պահպանելու առումով։ Պարոն Հովհաննիսյան, ի վերջո տարածաշրջանի խնդիրները պետք է քննարկեն եւ լուծեն տարածաշրջանի երկրները, այսինքն 3+3 ձևաչափով։ Որքանով է դա ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը, մի պետություն, որը, այսպես ասած, ձգտում է դեպի արևմուտք եւ միշտ ասվում է, չէ, որ Հայաստան-արևմուտք հարաբերությունները երբեք այս բարձր մակարդակի վրա չեն եղել, ինչ փուլում որ հիմա է։ Իրականում այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներում Հայաստանի համար ձեռնտու շատ քիչ բան է մնացել, պետք է խոշորացույցով փորձել գտնել այն հնարավոր ձեռնտու կետերը, որ կարող են լինել։ 3+3 ձևաչափի մեջ Հայաստանի համար կարևոր է Իրանի դերակատարումը որպես վճռորոշ ու խոշոր ձայն ունեցող պետության, սակայն մենք ցավոք սրտի ականատես ենք լինում այն փաստին, որ Իրանը ունենալով սեփական խնդիրները երբեմն կարող է հրաժարվել հարևաններին կամ հնարավոր գործընկերներին աջակցելու հնարավորությունից, տվյալ դեպքում օրինակը Սիրիան է, որտեղ իրանական կողմը, այսպես ասած, զիջեց իր դիրքերը, չնայած ավելի վաղ կրկին հայտարարվում էր, որ պետք է
Սիրիայի դեպքում 3+3 ձևաչափի նման ինչ որ ֆորմատ Աստանայի ձևաչափներ այն ժամանակ գործում, կարող ենք համարել, որ Թուրքիային թույլատրվեց այնտեղ մուտքը, բայց ակնհայտ է, որ Իրանը իր դիրքերը զիջեց նաև Իսրայելին, այսինքն արևմտյան եւ իսրայելական թևին նույնպես տեղի տվեց։ Տեսեք, դուք ասացիք ցավոք սրտի Հայաստանի համար քիչ, այսպես ասած, ձեռնտու կետեր են մնացել, այսինքն ինչ նկատի ունեք, ինչ խնդիրներ կան։ Իրանն ու Ադրբեջանը կարող են պայմանավորվել շատ առումներով, այդ թվում ճանապարհների, ենթակառուցվածքների առումով մենք ականատես ենք այն զարգացումներին, որ կատարվում է Հյուսիսարավ ծրագրի շրջանակներում, երբ որ կառուցվում է Հյուսիսարավ Ադրբեջանի տարածքով անցնող տարբերակը, իրանական կողմը նաև դրանով է ողջերված, իհարկե իրանական կողմը մտադիր է նաև Հայաստանի տարածքով ելք ունենալ դեպի եվրոպական աշխարհամաս, սակայն իրանական կողմի այդ ճշմարտությունը ստիպում է նրան որոշակի զիջումների գնալ նաև կարմիր գծերի առումով։ Ես նշեցի Իրանի շուրջ սեղմվող օղակի մասին, սա է այն խնդիրը, որ կարող է Իրանին դուրս բերել մեր շահերի տիրույթից, այսինքն Իրանը որոշակի հետքայլ կատարի իր կարմիր գծերից։ Այստեղ խոսքը միայն տրանսպորտի, միջանցքի եւ Հայաստանի սուվերեն տարածքի հետ կապված Իրանի հայտարարությունների մասին չէ։ Իրանը մենք տեսնում ենք, որ հայտարարում է ընդհանրապես տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, բայց նաև խոսում է, որ Արաքսի երկու կողմերում նույն ժողովուրդն են, այսինքն համարում է, որ հնարավոր է ամեն դեպքում սահմանները անտեսել ինչ որ առումներով, քանի որ ունի շատ ավելի մեծ խնդիրներ։ Մենք կարող ենք տեսնել նաև այս ամենի հետ Հնդկաստան-Պակիստան զարգացումների առումով, որոնք նույնպես Իրանի սահմաններից շատ հեռու չեն գտնվում, իհարկե մեզ համար ինչպես միշտ ամեն ինչ շատ հեռու է թվում, բայց այդ ամենը նույնպես կարող է մեր վրա անդրադառնալ, եթե պատկերացնենք մեծ պատերազմ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ, ակնհայտ է, որ այդ տարածաշրջանի փախստականների մեծ հոսք է լինելու դեպի Իրան, որը Իրանի համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու, իսկ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները այն նույն փախստականների եւ իրանական փախստականների մեծ հոսք կարող է առաջացնել դեպի հայկական տարածաշրջան։ Եվ այս մեծ խնդիրները ունենալով Մերձավոր Արևելքում տեսնում ենք Իրանի դիրքերի զիջումները եւ հիմա նաեւ արևելյան ճակատում Իրանի համար խնդիրների առաջացումը Իրանին կարող են իսկապես շատ ավելի բարդ իրավիճակում դնել, որը այլևս ժամանակ չի ունենա իր աջակցությունը հայտնելու Հայաստանին։ Այսինքն այդ ամեն ինչը հաշվի առնելով Իրանը գուցեև կամ կարող է հրաժարվել իր կարմիր գծերից։ Շատ հնարավոր է։ Ես օրինակը բերեցի Սիրիայի դեպքում, որտեղ Իրանը աջակցում էր գործող վարչակազմին, սակայն այսօր գործող վարչակազմն էլ չկա եւ իրանական ներկայություն էլ Սիրիայում չկա։ Իսկ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հետ կապված, տեսեք, երբ հայտարարվեց, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ կարող է Հայաստանը պատրաստ է ստորագրել այն, մենք դրանից հետո տեսանք, որ շատ երկրների ղեկավարներ ողջունեցին այդ հայտարարությունը, բայց ամեն դեպքում ապատեղեկատվություն պարբերաբար հնչում է Բաքվից, նաեւ մենք ականատես եղանք հրադադարի ռեժիմի խախտումը Սյունիքի մարզում, այսինքն Բաքուն պատրաստ չէ խաղաղության համաձայնագրին։ Այդ հարցին պատասխանելիս կարևոր է մի հարցի պատասխանել, իսկ ինչ է Ադրբեջանը, ինքնուրույն ինքնավար պետություն, թե որոշակի տարածք, որ ունի առաջնորդ, որին վերապահված է որոշակի դերակատարում, շատ ավելի վաղ շրջանից գալով, թե ինչպես է ստեղծվել այդ պետությունը, ինչ նպատակով է ստեղծվել, մենք այսօր կարող ենք փաստել, որ այդ պետությունը ունի փակ բաժնետիրական ընկերության կարգավիճակ, որտեղ մասնաբաժիններ ունեն տարբեր շահառուներ, որոնք պարբերաբար աջակցել են իշխող վերնախավի խոսքը այստեղ Ադրբեջանի եւ նրա բնակչության մասին չի, այստեղ խոսքը այդ տարածքի վրա իշխանություն ունեցող մարմինների մասին է, ղեկավարների մասին է։ Նրանք բազմաթիվ պարտավորություններ ունեն տարբեր երկրների, Իսրայելի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների հանդեպ եւ որոնք աջակցել են Ալիևին մնալ իշխանության, պահպանել իշխանությունը, այսպես սերնդեսերունդ փոխանցել ընտանեկան կառավարման հանձնել այդ պետությունը, հաղթել Արցախի դեմ 2020 թվականի պատերազմում, հայաթափել Արցախ, այսինքն այդ ամեն ինչի համար Ադրբեջանը ունեցել է, Ադրբեջանի իշխանությունները ունեցել են տարբեր երկրների աջակցությունը եւ հիմա այդ երկրները, որոնք այդ աջակցությունը ցուցաբերել են որոշակի շահագրգռություններից ելնելով, այսօր գալիս են իրենց մասնաբաժնի հետևից, այսինքն պահանջում են փոխհատուցել դրա դիմաց։ Մենք տեսանք Թուրքիան ինչպես արձագանքեց
հիշեցնելով, որ ինքը աջակցել է Ադրբեջանին, չնայած Ալիևը շարունակեց պնդել, որ ինքը ինքնուրույն է արել այդ ամեն ինչը, մենք տեսանք, որ Ալիևը հայտարարեց, որ Արցախում բոլորը գումարի դիմաց են պատրաստ ինչ-որ շինարարական աշխատանքներ իրականացնել, ոչ մեկ իրեն չի օգնել, ինչին նույնպես թուրքական կողմը արձագանքեց, որ իրենք շատ բան են արել Ալիևի համար, այս հակամարտությունը Ալիևի եւ Էրդողանի միջև տևական ժամանակ շարունակվեց։ Նույն կերպ նաեւ Իսրայելը Ադրբեջանից պահանջելու շատ բաներ ունի ընդդեմ Իրանի այս դեպքում։ Մենք գիտենք Իսրայել-Ադրբեջան շատ խորը կապերի մասին։ Ռուսաստանը նույնպես Ադրբեջանից պահանջելու բաներ ունի, այսինքն Ռուսաստանն էլ է աջակցել Ադրբեջանին։ Եթե մենք նշում ենք, որ Թուրքիան աջակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանին, Իսրայելն աջակցել է, Ռուսաստանն էլ է աջակցել։ Կարելի ասել Ռուսաստանն է այն տեղում այն ակտիվ դերակատարը եղել, որը թույլ է տվել Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ։ Ես պետք է հիշեցնեմ 2020 թվականի սկզբին Էրդողանի հայտարարությունը, որը բառացի այսպես էր հնչում. եթե Ռուսաստանը օգտագործի իր ազդեցությունը, մենք Ղարաբաղի հարցը կլուծենք։ Դա 2020 թվականի սկիզբն էր։ Եթե թույլ տվեց, այսպես ասած, առնվազն այդ թույլ տալը նույնպես աջակցել կարելի է համարել։ Բացի այդ, Ադրբեջանը, ինչպես նշեցի, ինքը որպես այլ պետությունների հանդեպ պարտավորություններ ունեցող մարմին ստիպված է լինելու որոշակի ժամանակ հետո մարել իր պարտքերը զենքի տեսքով, գումարի տեսքով, իր տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությունների համար տրամադրելու տեսքով, եւ հիմա այդ պայմաններում հաշվի առնել, որ Ադրբեջանը կամ տվյալ դեպքում Ալիևը հրաժարվում է պայմանագրից, կարող ենք պնդել, որ ոչ հրաժարվողն է նա, ոչ համաձայնողն է նա, այսինքն նրա, այսպես ասած, տերերը, պարտատերերը պետք է նրան թույլ տան ստորագրել կամ թույլ չտան ստորագրել։ Եվ այդ դեպքում մենք պետք է նայենք, թե ովքեր են այդ պարտատերերը եւ նրանց հետ աշխատենք։ Այսինքն այդ պարտատերերին ձեռնտու չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին ձեռնտու չէ, որովհետեւ նրանք այդպեսով կկորցնեն իրենց ազդեցությունը Ադրբեջանի վրա, Հարավային Կովկասի վրա ընդհանրապես այս Իրանի դեմ սեղմող օղակի պայմաններում նաև Իրանի դեմ որոշակի լծակներ կկորցնեն։ Մենք տեսնում ենք, որ Իրանի դեմ օղակը սեղմում է եւ զուգահեռ Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմանների վրա։ Ինձ համար սա նույնպես ազդակ է, որ փորձում են Ադրբեջանի միջոցով ինչ-որ բան հասկացնել Իրանին, որ հնարավոր է հյուսիսային սահմաններում անհանգստություններ տեղի ունենան։ Բացի այդ, մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների որոշակի կարգավորում, որոշակի առաջընթաց եւ այդ նույն կրակոցները, որոնք բազմիցս կրկնվել են, այսինքն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ցանկացած իրավիճակում Ադրբեջանի կողմից հնչել են կրակոցներ, որոնք դադարեցրել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ նույն գործընթացն է, այսինքն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում շատ պետությունների ձեռնտու չի։ Ոչ միայն հենց Ալիևին, որպես գործող անձով ղեկավարում է այդ տարածքը, այլև այն շահառուներին, ովքեր ներդրումներ են արել, այսպես ասած, Ադրբեջանում, ինչ-ինչ նպատակներով հետագայում այդ տարածաշրջանը ազդեցության ենթարկելու կամ այդ տարածաշրջանի միջոցով Միջին Ասիայի վրա, Իրանի վրա ու նույնիսկ Ռուսաստանի վրա իրենց ազդեցությունը բանեցնելու նպատակով։ Հիմա նրանց ձեռնտու չէ այնպիսի խաղաղություն, որտեղ իրենք այլևս արտաքին միջամտություն չեն կարողանա ունենալ։ Բայց նաև գիտենք, որ ատելությունը Հայաստանի եւ հայերի նկատմամբ Ադրբեջանում շարունակվում է եւ խրախուսվում է այդ երևույթը։ Նաև Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում հաղորդավարն ասել է, որ մեր այսօրվա գլխավոր նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է, արդեն հասել ենք այն կետին, երբ հասարակությունը սկսում է կասկածել իր առաջնորդներին եւ իր բանակին։ Տեսեք, Ադրբեջանում, ինչպես նշեցի, այնտեղ կա առանձին Ադրբեջան պետություն եւ հասարակություն եւ իշխող վերնախավ այն մի քանի ընտանիքները, որոնք տիրապետում են Ադրբեջանի բոլոր ռեսուրսների վրա։ Ադրբեջանի հասարակությունը, ովքեր մեծ մասը ապրում են ծայրահեղ աղքատության եւ չքավորության պայմաններում, տեղյակել չեն, թե իրականում ինչ է տեղի ունենում աշխարհում ընդհանրապես, հենց Ադրբեջանում ու Հայաստանի հետ հարաբերություններում, եւ նրանց շատ ավելի հեշտ է մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը անհրաժեշտ է այդ հասարակության մոտ Հայաստանի ու հայերի նկատմամբ որոշակի վերաբերմունք ձևավորելու նպատակով։ Դա իհարկե պետք է հետագայում օգտագործվի Ադրբեջանի գինը բարձրացնելու նպատակով, այսինքն Հայաստանի դեմ ռազմական գործողությունների համար կարողանա զորահավաք իրականացնել, կարողանա իր
այդ հասարակական տրամադրությունները օգտագործել Հայաստանից ինչ-որ բան պահանջելու վերաբերյալ եւ դրանով այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանում իսկապես ստեղծել քաոտիկ իրավիճակ, երբ որ հայ մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշակի չասենք վախ, բայց գոնե անհանգստություն կունենա ոչ միայն Ադրբեջանի զինվորից, այլ Ադրբեջանի քաղաքացուց, ով պոտենցիալ զինվոր կարող է դառնալ։ Պարոն Հովհաննիսյան, երբ բարբերաբար ասվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների, դուք այսպես ասած հավատում եք, որ առանց հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման, առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։ Ես տեսնում եմ, որ Թուրքիան շատ ձգտում է ազատվել ադրբեջանական այդ ճիրաններից եւ Հայաստանի հետ առանձին հարաբերություններ կարգավորել, բայց Թուրքիային եւ նրա իշխանություններին դեռևս չի հաջողվում այդ կապանքներից ազատվել։ Իրականում Թուրքիան շահագրգռություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների, բայց դեռ 2000-ականներից սկսած այդ գործընթացը տապալվել է հենց Ադրբեջանի ակտիվ միջամտության մեկ Հայաստանի սահմանների վրա կրակելով, մեկ Թուրքիայի ներսում խժդժություններ առաջացնելով, թուրքական ընդդիմությանը ֆինանսավորելով, Թուրքիայում մեծ ադրբեջանական համայնք կա եւ ադրբեջանական ներկայություն կա, որը պարբերաբար ոչ իրեն ձեռնտու գործողությունների դեպքում գլուխ է բարձրացնում, ֆինանսավորում է ընդդիմությանը կամ ժողովրդական դժգոհության ալիք է բարձրացնում, եթե հիշենք Կարսում Հայաստանի եւ Թուրքիայի միջև բարեկամության արձան պետք է կառուցվեր, բայց տեղի ադրբեջանական համայնքի դժգոհության պատճառով այդ գործողությունները դադարեցվեցին։ 2009 թվականի ֆուտբոլային դիվանագիտությունը կրկին դադարեցվեց Ալիևի կոշտ հայտարարության պատճառով, որ ասաց, որ էներգակիրների փականը կփակի ուղղակի։ Նույն գործընթացը նաեւ այսօր է, բայց եթե ժամանակին Ադրբեջանը պնդում էր, որ Թուրքիայի վրա օգտագործում էր այն հիմնավորումը, թե Ղարաբաղի հարց կա, Արցախի հարց կա, դրա համար չպետք է գնա այդ քայլին, Թուրքիան 2020 թվականից հետո ես նշեցի հակասություններ Էրդողանի եւ Ալիևի միջև, դրա պատճառներից մեկն այն էր, որ Էրդողանը կարծես հայտարարում էր Ղարաբաղն էլ արդեն քոնը։ Այլևս պարտք չունենք Ադրբեջանին, բայց Ադրբեջանը շարունակում է պնդել, որ չէ, դեռ անելիքներ կան, այստեղ պարբերաբար հիշեցնում է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա արտահանվող էներգետիկ պաշարների մասին, Թուրքիային պարբերաբար ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին, վերջի ընտրություններում Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադրբեջանի ֆինանսական եւ ընտրողների ակտիվ մասնակցության մասին է հիշեցնում։ Այս ամենը Թուրքիային որոշակի սահմանափակում են ինքնուրույն գործողություններ իրականացնել։ Մենք մեզ մոտ իրական տպավորություն է, թե Ադրբեջանն է Թուրքիայի փոքր եղբայրը, բայց այնտեղ եղբայրության հարց ընդհանրապես չկա, լրիվ հակառակն է, դա չգիտեմ ինչի Եվանից մեզանում արմատավորված, իհարկե շահեր ունեն, շահեր բոլորն ունեն, բայց Մարգարայի անցակետը երկու անգամ բացվեց, մեկը Թուրքիա, մյուսը Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով եւ հենց վերջին դեպքի ժամանակ Ադրբեջանում էլի, այսպես ասած, դժգոհություններ առաջացան։ Եվ Թուրքիան նախագահի աշխատակազմի մակարդակով ստիպված եղավ բացատրություն տալ ադրբեջանական կողմին, հայտարարության մեջ նշված էր, որ Ադրբեջանը նախապես տեղեկացվել է այդ մասին, այսինքն եթե նա է Թուրքիայի փոքր եղբայրը, ինչու պետք էր Էրդողանը Ալիևին տեղյակ պահել, որ իր սահմանը բացվում է, նաև սահմանների բացել փակելուց եթե խոսենք, Ադրբեջանը մինչև այսօր փակ է պահում ոչ միայն Թուրքիայի, այլև մյուս երկրների հետ ցամաքային սահմանները, Սորոնավիսի իբր չէ, արդեն չէ, 2020 թվականի մարտ ամսից փակվել է այդ սահմանը, նախորդ տարի արդեն Ալիևը բացահայտ հայտարարեց, որ երկիրը պաշտպանում է արտաքին միջամտություններից, թե ինչի մասին է խոսքը, հայտնի չէ, եթե նկատի ուներ Իրանից ինչի մասին բարբերաբար խոսվել է ահաբեկիչներ, թմրանյութերի վաճառք եւ այլն, ապա հասկանալի չէ Նախիջևանի սահմանը փակ պահելու այդ պատճառը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ Վահրամ Հովհաննիսյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։